Հաշտարարության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարության ինստիտուտներ դնել։ Նախագծով առաջարկվող փոփոխությունների մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Հայաստանում նախատեսվում է փոխել աշխատանքային վեճերի լուծման կարգը։ Եթե օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, որոշ աշխատանքային վեճերով դատարան դիմելուց առաջ կողմերը պարտադիր պետք է անցնեն հաշտարարության փուլ։ Փոփոխությունների հեղինակների համոզմամբ այս մեխանիզմը կնպաստի վեճերի ավելի արագ եւ արդյունավետ կարգավորմանը, իսկ դատարան դիմելը կդառնա հաջորդ քայլը, եթե հաշտեցումը արդյունք չտա։ Փոփոխությունները վերաբերում են աշխատանքային վեճերի մի որոշ շրջանակին։ Դրանցից են աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի լուծմանը կամ փոփոխմանը ուղղված անհատական վեճերը, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքով սահմանված կոլեկտիվ աշխատանքային վեճերը։ Ուղղակի փոփոխությամբ մի տարբերություն ունենք անհատական վեճերի դեպքում միանգամից պարտադիր հաշտարարություն է նախատեսվելու, իսկ կոլեկտիվ աշխատանքային վեճերով ունենք երկու այսպես ընթացակարգ, որ պիտի անցնեն կողմերը աշխատանքային վեճ ունենալու դեպքում նախ պիտի դիմեն հաշտեցման հանձնաժողովին, այնտեղ արդյունք չունենալու դեպքում նոր արդեն հնարավորություն ստանան դիմել պարտադիր հաշտարարության եւ հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն չունենալու դեպքում արդեն նոր հնարավորություն ստանան դիմել դատարան։ Առաջարկվող փոփոխություններով պարտադիր նախնական հաշտարարությունը կկիրառվի աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման եւ կարգապահական տույժի վերաբերյալ որոշ վեճերի դեպքում։ Այսինքն նախքան դատարան դիմելը կողմերը պետք է փորձեն լուծել վեճը հաշտարարության միջոցով։ Քննարկվող նախագիծը կամ նախաձեռնությունը շատ ողջունելի է, իր մեջ պարունակում է մի շարք դրական մոտեցումներ, սկսված դատարանների ծանրաբեռվածության բեռը ավելի թեթևացնելու, ավելի արագ կողմերի միջև ծագած աշխատանքային վեճերը արագ լուծելու առումով եւ սա ոչ միայն մեր գնահատմամբ ունենք նապարզանի հետ կապված հարցերը, որոնք եւս պարտադիր հաշտարարի միջոցով լուծելու կան արդեն գոյություն ունեցող պահանջներ, այս տեսանկյունից մենք նաև կտեսնենք, որ աշխատանքային հարաբերություններն շատ արագ եւ մաչելի կլինի կողմերի կողմից իրենց վեճը արագ լուծելու տեսանկյունից։ Համատեղության հարցը մենք պետք է այստեղ դիտարկենք արդյոք այդ հաշտարարության գործընթացը որպես օրենսդրական պահանջ տնելով սահմանափակվում է արդյոք անձի իրավունքը հետագայում դատական կարգով իր իրավունքը պաշտպանելու նպատակով, եթե չկան այդ սահմանափակումները, ըստ էության սահմանադրական այդ իրավունքից օգտվելու սահմանափակում չի լինի դատարան դիմելու, այսինքն անձի իրավունքը որևէ ձևով չի սահմանափակվի։ Նախագիծը շարունակությունն է 2022 թվականին իրականացված հաշտարարության ոլորտի բարեփոխումների, սակայն իրավակ իրար պրակտիկան ցույց է տվել, որ համակարգի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ են լրացուցիչ օրենսդրական փոփոխություններ։ Ոչ թե ոլորտում ինչ-որ բաց կար, որ անհրաժեշտ էր լրացնել, այլ աշխատանքային վեճերը այնպիսի ծավալի էին դարձել, որ ուղղակի դատարանները հեղեղված էին աշխատանքային վեճերով եւ ուսումնասիրելով միջազգային պրակտիկան եւ տեսնելով, որ բազմաթիվ երկրներում ունենք շատ լավ արդյունքներ աշխատանքային վեճերի արտադատական լուծման, այստեղ էլ Հայաստանում էլ ներդրվեց հենց պարտադիր հաշտարարության ինստիտուտը, որովհետեւ երևի թե ամուսնաընտանեկան ոլորտում պարտադիր հաշտարարության ինստիտուտից հետո այսպես աշխատող մեխանիզմ որպես նաեւ որոշում կայացվեց կիրառել աշխատանքային վեճերի դեպքում։ Իրականում մենք հաշտարարներս լիահույս ենք, որ աշխատանքային վեճերը զգալի մասով կնվազեն դատարան հասնող աշխատանքային վեճերը։ Հաշտարարության ոլորտում կատարված վերջին փոփոխությունների արդյունքները ցույց են տալիս, որ կա 30% արդյունք, ինչը էականորեն թեթևացնում է դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ պարտադիր հաշտարարության ընթացքում կկասեցվի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպեսզի աշխատողը կամ գործատուն չկորցնի դատարան դիմելու իրավունքը։ Եթե հստակ օրենսդրորեն սահմանվի հայցային վաղեմության կասեցման սկիզբը եւ այդ ժամկետի ավարտը, ըստ էության այս դեպքում հստակ արդեն կողմերը գիտակցեն, որ բայց սկսած է հայցային վաղեմությունը կասեցվել, որ բայց սկսած վերսկսվել։ Այսինքն շատ ճիշտ է, այդ դեպքում պետք է հայցային վաղեմությունը կասեցվի եւ այդ գործընթացի ընթացքում այդ ժամկետները չհոսեն։
շատ ճիշտ մոտեցում է։ Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է նաև միջազգային փորձը։ Իսպանիայում դատարան դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել նախնական հաշտարարության փորձը հաստատող փաստաթուղթ։ Միացյալ Թագավորությունում աշխատանքային տրիբունալ դիմելուց առաջ պարտադիր է անցնել վաղ հաշտեցման ընթացակարգ, իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դիմումների զգալի մասը հենց այդ փուլում է լուծվում առանց դատարան հասնելու։ Իտալիայում եւս գործում է պարտադիր հաշտարարության մոդել։ Հաշտարարությունը ամբողջությամբ հիմնված է հենց երաշխիքների եւ սկզբունքների հիման վրա։ Կամավորությունը, գաղտնիությունը, կողմերի հաղթող պարտվող չլինելու գաղափարը, այնտեղ գործում է win-win սկզբունքը միջազգային, այսինքն այսպես թե այնպես գործի արդյունքում երկու կողմն էլ հաղթող են համարվում, իրենց պարտված չեն համարում, այսպես կարելի ասել, որովհետև հաշտությամբ են գործը ավարտում։ Այդ բոլոր սկզբունքները անկախ է վեճի բնույթից հաշտարարության մեջ այսպես թե այնպես գործում են, այնպես որ կարող եմ ասել, որ այո, հաշտարարությունը ըստ էության չի փոխի իր սկզբունքները, որովհետև օրենքով եւ միջազգային այսպես ընդունված կանոններով դա է պահանջում։ Գործող օրենսդրությամբ աշխատանքային վեճերը քննվում են դատական կարգով, իսկ հաշտարարությունը կամավոր է։ Աշխատանքային որոշ վեճերի դեպքում փաստաբանի խոսքով ավելի ցածր է հավանականությունը հաշտարարության համաձայնության հասնելու։ Աշխատանքային վեճերը որպես այդպեսին, եթե մենք վերցնենք, եթե կողմերի միջև կա ըստ էության կամայտություն իրենց միջև ծագած այդ աշխատանքային վեճը հաշտությամբ լուծելու ցանկություն, այս դեպքում մենք, այսինքն այնտեղ խոսքը վերաբերում է վերջնահաշվարկների, գումարների ստացման, ինչու՞ չէ նաև աշխատանքի վերականգնելու հետ կապված հարցերի շրջանակում, այս դեպքում հաշտության համաձայնություն հասնելու հավանականությունը ավելի մեծ է, քան այն դեպքերում, երբ որ ըստ էության կողմերը միմյանց հետ վիճում են կամ աշխատանքային վեճը ծագել է սկզբունքային հարցերում, այսինքն եթե այս դեպքում անձանց միջև սկզբունքային հարց է աշխատանքային վեճը, ապա հաշտարի միջոցով նման հաշտության համաձայնություն գալու հավանականությունը այս դեպքում իհարկե նվազում է։ Մասնագիտական համայնքը թեև դրական է գնահատում նախագիծը, այնուամենայնիվ դեռևս բաց կետեր նշվում են։ Նախագծի փոփոխությամբ աշխատանքային վեճերը վերաբերում են պարտադիր հաշտարարության ենթակա, բացառապես անհատական աշխատանքային վեճերին, իսկ հանրային եւ այլընտրանքային ծառայության պաշտոններով աշխատանքային վեճերին չեն վերաբերում։ Իրականում հաշտարարների պալատը առաջարկ ներկայացրել է նախագծի դեռ քննարկման փուլում եւ առաջարկվել են նաեւ ներառել այդ պաշտոնների դեպքում աշխատանքային վեճերը պարտադիր հաշտարարության, որովհետեւ ըստ էության շատ մեծ եւ զգալի մասն են կազմում դրանք եւ այսօր բացառել դրանց պարտադիր հաշտարարությունը գուցե ինչ-որ առումով ավելի քիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա կանդրադառնա։ Փոփոխությունների ընդունման դեպքում ակնկալվում է, որ աշխատանքային վեճերը կլուծվեն ավելի արագ, կկրճատվեն կողմերի ծախսերը, կթեթևանա դատարանների ծանրաբեռնվածությունը, իսկ աշխատանքային հարաբերություններում կխթանվի փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը։ Նախագծի հեղինակները նաև նշում են, որ նախաձեռնությունը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում եւ կարող է նույնիսկ նպաստել պետական միջոցների խնայողությանը։ Նախաձեռնությունը շատ ճիշտ է, որտեղ ըստ էության բեռնաթափում է դատարանների աշխատանքը, երկրորդը կողմերի համար արագ իրենց միջև ծագած աշխատանքային վեճը լուծելու հնարավորություն է ընձեռում եւ մեր պրակտիկայում կան գրեթե հիմնականում հենց հաշտությամբ հասնելու հավանականությունը շատ մեծ է, որտեղ մանրամասն հասկանալով կողմերի այն հիմնական կետերը, որտեղ կողմերը կարող են հաշտվել, երկու կողմի հետ խոսելուց հասկանում ես, որ հնարավորությունները գրեթե մեծ են հաշտությամբ ավարտելու տեսանկյունից։ Եթե գործընթացը կոնկրետ սահմանի հաշտության գործընթացի սկիզբ եւ ավարտի հստակ ժամկետները, սահմանի հստակ պարտականությունը, թե որ կողմը ինչ պետք է իրականացնի, չլինի ծախսատար կողմերի համար, այսինքն նաեւ մենք պետք է հասկանանք, որ այդ հարաբերություններում կարող է լինել նաեւ խոցելի խմբեր, սոցիալապես խոցելի խմբերի մասին է խոսքը, որոնք կարող հնարավորություն ունենան նաեւ օգտվելու անվճար կամ առնվազն հասանելի իրավաբանական ծառայություններից։ Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի, աշխատանքային որոշ վեճերով դատարան դիմելու ընթացակարգը էական փոփոխություն կկրի։ Որոշ դեպքերում նախնական պարտադիր հաշտարարությունը կդառնա դատական պաշտպանության նախապայման, միաժամանակ պահպանելով յուրաքանչյուր անձի դատարան դիմելու իրավունքը, եթե հաշտարարությունը արդյունք չտա։ Վերջին
վերջին տարիներին իրոք ավելացել են աշխատանքային վեճերը եւ այսպես մի հատ որ պրակտիկայի ամփոփում փորձենք անենք, դատական դեպարտամենտը ամեն տարի հրապարակում է դատական գործերի բնույթը եւ տոկոսային հարաբերակցությունը, աշխատանքային վեճերով շատ այսպես նախ ծավալն է մեծացել վերջին տարիների եւ հետո ունենք մոտ 60-ից 70% աշխատողի օգտին կայացված ակտեր դատական, այսինքն այստեղ գործատուներին է, ինչ որ այսպես մի հատ զանգ, որ այդ իրենց ավելի ձեռնտու կլինի հաշտարության փուլով ավարտել իրենց վեճերը, քան թե հասնել դատական փուլի եւ դատարանով ունենալ իրենց դեմ կայացված վճիռ։